Պալուս ազգիս հայոց եկել եմ մեկ քանի բան իրար հետ խորհրդարանենք, ահա որ շատ ներվայնացած եմ, ահա որ շատ ջղայնացած եմ, այն որ սիրտս կտրակի չեք պատկերացնե, որովհետև հակը խոսանք, ամեն մեկս լիքը մարդիկ կտեսնի, որ կխոսան, շատ հետաքրքիր կխոսան, շատ հետաքրքիր կբացատրեն, կփորձենք բոլոր Նիկոլողլու վեգաներին բացատրել, որ հարգելի մարդիկ, վերջը դուք եք մարդ, վերջը դուք եք քրիստոնյա, հասկացեք, որ այս եղկելին, այս նզովյալը ձեզի ոչ թե կտանի խաղաղության, ձեզի կտանի ստրկության, ձեզի ոչ թե լավ ապրելու կտանի, լավ ապագայի կտանի, ձեզի կտանի ապագա չունենալու, որովհետև ինքը արդեն մտածելու հեչ բան չունի, ինքը փողն է ունի, ինքը արդեն ամեն ինչ ունի, ինքը արդեն նոր գիտե ժողովուրդն ելավ իրան ռադենելու, տաժ ինքը փախնելու տեղն ունի, չգիտեմ, կերնի տեղով կմտնի, չգիտեմ ուր կերտա, ինքը էդել ունի, բայց ինչը կհասկանամ, հնարավոր չէ, այս մարտիկ, այս Նիկոլողլու վեգաները դարձի չեն գա, կամ էլ արդեն դարձի են եկել, չեն ուզում իրանց սխալները իրանց վրա առնի, մարդիկ, շատ սիրելի մարդիկ, հայ ազգի ներկայացուցիչներ, մարդիկ, ով որ գիտագից է, մարդիկ, ով որ կհասկանա, որ այս նզովյալները քանդեն գա ամեն ինչ, ամեն սրբություն, ամեն արժեք, այս եղկելիները կբել են մեկ առույցին, որը մեր պետություն չունենալու ժամանակ դաժե մեր հայկականությունն ու ինքնությունն է պահել։ Այս եղկելիները կբել են եկեղեցուն ու օր-օրի տերներ կմիանան իրանց։ Ես վստահ եմ իրանց բեգին է կայն է, միանշանակ իրանց բեգին է կայն է, Աստված կմաքրե ինչքան կեղդել կա ջրի երես կհանե, բայց տեղ խնդիրը ուրիշ է, խնդիրն է որ ես եղկելին, եթե նորից տարավ չէ, ինքը նորից հաստատ կտնե, եթե տարավ ինքը կկրե, ու եթե կրեց, Հայաստանը վերջնականապես կկորի, մի մարդիկ, խնդրեմ հասկացեք, մեր միակ օրակարգը դիանի ոչ թե քննարկել, Ալեն Սիմոնյանի հանգիստը ուկրաինացի երջու հետ Թայլանդում, կամ Նիկոլողլու պարգևավճարները իր աշխատակազմին ու նախարարներին, ինքն իրան, դիք մեզի վապշե պետք չէ, դիք Նիկոլողլու վեգաները իրանց տարդակ կլխով տաժը կտեսնին, որ Նիկոլողլին պարգևադրել է իրանց, ամեն ինչով, Էնե չեն հասկնա իրանք, ադեքսեն մարդիկ կաշխատին չպարգևադրվին, իրանք չեն հասկնա, իրանց այս կալխի մեջը, այս անգջից այդ մյուս տարապը թել է կծած, որ հանգարց երկու անգաջը չպոգվինի, այդ անդեր ուղեղը չունին, իրանք չեն հասկնա, հերիք մեկ իրանց բացադրենք, մեզի պետք է հավակնենք իրար գլուխ, հասկնանք ինչ խենենք, որ այս նզովյալը, այս եղկելին չմասնակցե ընտրությանը, ինքը բդի ռադենի միջև ընտրություն որ կրնանանք, գոնե մենք մեր երգիրը փրկենք, սպես չի կրնա շարունակվի, բացառված է, ինչքան կուզես խոսա, ինչքան կուզես սա, ինչքան կուզես բացադրե փաստերով ամեն ծևի, այս Նիկոլողլու վեգաները չեն ընդունե ու չեն հասկնա, որ իրանց փրկչիստը իրանց վադը կուզե։ Մի մեզի պետք է գիտակից մարդկանցով հավաքվինք, չգիտեմ, ցուրտ է, տաք է, կարևոր չէ, եթե կուզենք մենք մեր երկիրը փրկենք, եթե կուզենք մենք չթողնանք, որ մեր երկիրը վերջնականապես թուրքացվի, ուրեմն պետք է հավաքվինք, մեր բանը մտածենք, մեր բանը ենենք, այս եղկելիներին ռադենենք, իրանք կքանդեն մեր պետությունը, ինչը կուզեք բացադրեք, ինչը կուզեք հասկացրեք, փաստերով ամեն ծևի հնարավոր չէ, այս մարդիկ եկել են քանդելու, ու իրանց այդ կուտոկին Նիկոլողլու վեգաներին չիրեմ ինչքան ճարե, չիրեմ ուրդից են գդե, ուրդից են պեղե, դոնք երբեք դարձի չեն գա, կան դարձի կալացողներ, որոնք հասկացել են, որ չէ, Հմի ինչ կա չկա էս է, պետք է հավաքվինք, պետք է հասկանանք, որ մենք մեր հայերով պետք է ելնենք թուրքերի դեմ,
Բդիմբես են կոր թուրքը չմասնակցե ընդրությանը էլ ուրիշ տարբերակ չկա, որովհետև Թուրքիայի արտգործնախարարը ինձ զիբիլ է, խեյով է, վեյով է, չիդեմ էլ անունն ինչ է, вообще ինքը քսոր մենք կուզենք որ Նիկոլ Փաշինյանն անցնի, որովհետև ինքը շատ լավն է, հա բե իրանց համար լավն է, ինչ կուզեք կուտա, էբե լավն է, Խելքներս գլուխներս բերեք հավաքենք, ու Աստծուց խնդրենք, աղոթենք, հերգություն տա, ելք տա այս ամեն ինչից դուրս գալու համար, որտեւ ասպես շարունակել էլ հնարավոր չէ։ Եթե Նիկոլովին անցավ, ուրեմն Հայաստանը ամենաշատը մաքսիմում 5 տարի հետո էլ չի եղնի։ Չգիտեմ, կրնա եղնի էրմինիստա։ Կամ չգիտեմ, մի հատ բան մտածեն էլի իր աղբերդիկը, իր անգերները, ոբշե։ Այ ավել պագաս ներող եղեք, պրոստը արդեն սիրտես կպայտի, էլ չեմ դիմանա։